Ազատությունը մարդու անհնազանդության պատճառով ազատ անկման հետևանք էր, ընդամենը մեկ պատվիրանի խախտման տխուր հետևանք։ Դերևս դրախտում սահմանվեց առաջին պատվիրանը, պահքը, որն էլ խախտվեց տեղում, մարդկության առաջնեկ նախածնողների կողմից, իր հետ բերելով անուրախ վիճակ ու ցավով լի ծնունդ, դաժան կյանք և չծրագրված մահ։ Առաջին մարդկանցից սկսած մինչ այսօր, պահքը և պահքով Եդեմում նորից հայտնվելը դարձավ անհասանելի երազանք։ Պահքը և պահեցողությունը դրախտային կյանքի և անմահության աստվածային շնորհների պատճառ կարող են դառնալ։ Սուրբ գրքում մեզ հանդիպած պահեցողները, ի դեմս Նոյի, Մովսեսի, Եղիայի, Եղիսեի, Դավթի, Հուդիթի, Դանիելի, իր ընկերների և ուրիշների պահքով պաշտպանված լինելու շնորհիվ մասնակից եղան Աստծո զորությանը, արժանանալով աստվածային ողորմության և շնորհների։ Մարդը լույս աշխարհ գալու օրվանից նաև հոգևոր էակ է և պետք է ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին։ Պահքը հենց հոգու սնունդ է, և ինչպես մարմնավոր կերակուրը ամրացնում է մարմինը, այնպես էլ պահքն ամրացնում է հոգին։ Գիտակից ու հավատավոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու և աղոթքի միջոցով Աստծուն մերձենալու, նրա բարեհաճությանն արժանանալու և երբեմնի կորցրած դրախտը վերագտնելու հնարավորություն է։ Պահքի և պահեցողության ընկալումը մարդիկ հաճախ շփոթում են և միայն ուտելիքից հրաժարվելը դարձնում են վահան։ Հակոբոս առաքյալը հիշեցնում է. նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտական կլինի ամբողջ օրենքին։ Պահքի նպատակը ի՞նչն է։ Պահքի նպատակը մեր մեղքերի դեմ, մեր կրքերի դեմ, մեր ցանկությունների դեմ պայքարն է։ Եթե պիտի մենք պահք պահենք մարմնապես, բայց ասենք մեր լեզուն չզսպենք, մեր ցանկությունները այլ տեսակի չզսպենք եւ կատարենք դրանք, կրքերին հագուրդ տանք, բնականաբար այդ պահքը ոչ մի օգտակարություն մեզ համար չի լինի։ Այս առումով պահքը պետք է զուգակցվի նաև մյուս զգայարանների կողմից, ասենք, ունեցած այդ ցանկությունների եւ մնացած ամեն ինչի զսպման հետ։ Այսինքն մենք պիտի ամեն տեսակի չարությունից հեռու պահենք մեզ։ Պահքի նպատակը հենց դա է, որ մենք կարողանանք հաղթել մեղքին, հաղթել չարի այդ տարբեր տեսակի գայթակղությունները, որ ինքը բերում է մեզ վրա եւ մեզ ուզում է հեռացնել աղոթքից, հեռացնել Աստծուց, հեռացնել բարիքից, ողորմությունից եւ այլն։ Այնպես որ պահքը ինքնին առանց տեսողությունը, լսողությունը եւ մյուս զգայարանները սահմանափակելու տարբեր տեսակի, այսպես ասենք, գայթակղեցուցիչ հանգամանքներից իր օգտակարությունը չի կարող բերել բնականաբար։ Մարդը երկկազմ բնությամբ է օժտված։ Մարդու մարմինն ու հոգին բնավ միմյանց հակադիր երևույթներ չեն, ընդհակառակը ապահովում են միմյանց գոյություն, քանի որ մարդու հոգևոր սկիզբն անմիջականորեն համադրված է ֆիզիկականի հետ։ Մարդու մարմինն առանց հոգու կենդանություն ունենալ չի կարող, իսկ հոգին առանց մարմնի չի կարող կատարել որևէ գործողություն։ Մարդկային մարմինն ու հոգին անխզելիորեն ներդաշնակված են և մարդկային կեցությունն ու կացությունն ապահովում են երկուստեք, որպես համատեղ գործունեության արդյունք, և պահքի ու պահեցողության պատվիրանն այլ բան չի ենթադրում, քան հրաժարումը համադամ կերակուրներից ու վատ սովորություններից։ Պահքն ամենևին սննդակարգ չէ, նիհարելու, ավելորդ քաշից ձերբազատվելու, գայթակղիչ կազմվածք ձեռք բերելու մտայնությամբ։ Բժիշկները սահմանում են որոշակի սննդակարգ, որպեսզի ինչ-որ հիվանդություններ ավելի չզարգանան մարդու մեջ եւ այն դեղամիջոցները, որ իրենք նշանակում են, կամ այն ընդհանրապես բժշկական միջամտությունները, որ իրենք գործադրում են, իսկապես տեղին լինեն եւ իրենց արդյունքը տան։ Պահքը, որ եկեղեցին է սահմանում, կապ չունի այդ ամեն ինչի հետ, այսինքն կապ ունի այնքանով, որ դա որպես երկրորդական մի այսպես ազդեցություն կարող է ունենալ եւ օրգանիզմն էլ, մարմինն էլ տարբեր տեսակի հիվանդություններից կարող է ազատվել, բայց նպատակը, բուն նպատակը պահքի չի կարող դա լինել։ Պահքի բուն նպատակը, նորից եմ ասում,
մարմինը տկարացնելն է, որպեսզի հոգին զորանա, որպեսզի կարողանա մարդը իսկապես պայքարել մեղքերի դեմ, չար մտքերի դեմ, խորհուրդների դեմ, լեզուն զսպել, մարմինը զսպել տարբեր սխալ արարքներից։ Գիտեք, երբեմն մարմինը համեմատում են երիվարի հետ, որը իր վրա է կրում իր հեծյալին, այսինքն հոգուն, եւ եթե այդ երիվարին մենք չափավոր կերակրում ենք, ինքը ինչպես հայրերն են ասում, թեթև տեղ են հասցնում հեծյալին։ Բայց եթե չափազանց ենք կերակրում, այդ դեպքում այդ երիվարը զորանում է եւ ինքը կարող է տարբեր սխալ շարժումներ անել, հեծյալին գցել, աքացի խփել եւ այլն, այսինքն փոխանակ իր ծառայությունը կատարելու ինքը այդ հեծյալին դարձնում է իր ծառան, իր աղախինը։ Այդ վիճակը, որ մարմինն է իշխում հոգու վրա, անբնական վիճակ է, ոչ ճիշտ վիճակ է, մարդու համար կործանարար վիճակ է։ Եվ դրա համար պետք է մարմինը սնուցվի չափավոր, զսպված պետք է լինի իր սնունդը, իր սննդակարգը, այնքան որ ինքը չիշխի հոգու վրա, ինքը չգցի հոգուն տապալի գետին եւ ճիշտ կարգը ներդաշնակությունը մարդու մարմնի եւ հոգու միջև պահպանվի։ Մեծ պահքն ու պահեցողության շրջանն անշուշտ աղերսվում են Քրիստոսի 40-օրյա պահքին, որը Տերն անցկացրել է անապատում։ 40-օրյա պահքի մասին բազմաթիվ վկայություններ կան հին եւ նոր կտակարաններում։ Հին կտակարանում Մովսեսը 40 օր շարունակ պահք պահեց, որից հետո ստացավ Աստծո օրենքը, սակայն մեծ պահքն առավելաբար անապատում Հիսուս Քրիստոսի 40-օրյա փորձության խորհուրդն ունի, որն ուղեկցվում էր աղոթքով ու ապաշխարությամբ։ Պահքը, աղոթքը եւ ողորմությունը սրանք այն հիմնական առաքինություններն են, կամ այն մեր համար կատարվող բարի ճիշտ ընթացքի մասերն են, բաղադրիչներն են, որոնք օգնում են մեզ ճիշտ ապաշխարության ընթացք ունենալու, ճիշտ Աստծուն մոտենալու։ Եվ այս առումով պահքը, մարմնավոր պահքը, սա ինչ որ իմաստով մարմնի հարկն է Աստծուն։ Ոնց որ տասանորդի նման մի բան։ Հոգին էլ իր հարկը աղոթքի միջոցով է տալիս եւ մտքի, ասենք շնչի այդ տասանորդն էլ դա մեր ողորմության գործերն են, մեր բարի գործերն են, արարքներն են, որ կատարում ենք արդեն մտքի ճիշտ որոշումը իրագործելով մեր կյանքում։ Այո, պահքը պետք է լինի անպայման եւ սա անպայման պետք է զուգակցված լինի աղոթքի հետ եւ ողորմությունների հետ։ Սովորաբար այդպես էլ նշանակել են ապաշխարանքը եւ աղոթք, եւ պահք, եւ ողորմության գործեր, բարի գործեր եւ սրանք բոլորը միասին ներգործել են, որպեսզի մարդը կարողանա իր սխալ ընթացքից դառնալ ճիշտ ընթացքի, խավարից դեպի լույս եւ կարողանալ աստվածահաճո կյանք ապրել, որը հենց հիմնական նպատակն էր։ Դրախտից արտաքսվելուց հետո մարդու կյանքը վերածվել է խառնակությունների ու խառնաշփոթությունների։ Նա հայտնվել է նյութականի եւ հոգեվորի խաչմերուկում։ Նյութականն առաջ մղելով մարդը հոգեվորի դերն աղավաղում է գերակադիրքից տեղափոխում ստորակարգի։ Ոմանք մտածում են, որ կատարում են պատվիրանները, առաջնորդվում դրանցով, ինչու հրաժարվեն ուտելիքից։ Հատկապես երբ հոգեվոր հայրերն ասում են, կերակուրից հրաժարվելն առանց մեղքից հեռու մնալու անօգուտ է, սատանան միշտ պահքի մեջ է, ոչ ուտում է, ոչ խմում, բայց մեղք գործելուց էլ չի դադարում եւ չի հոգնում։ Այս մտածումը եւ դրսեւորումը կարծես ծայրահեղության է մղվում, այս դեպքում պահվում է հոգու պահքը, բայց դժվար է դառնում մարմնի պահքը, չնայած կարող են պատահել դեպքեր, երբ իսկապես ուտելիքից հրաժարվելը կարող է վնասակար լինել։ Նախ ասեմ, որ մենք երբ որ պահք ենք սահմանում, պահքը պետք է որոշակի այսպես համաձայնեցված լինի մարդու հնարավորությունների հետ։ Դա կախված է մարդու տարիքից, կախված է մարդու առողջական վիճակից, կախված է նրա տարբեր տեսակի ունակություններից, ասենք բոլորը միաչափ, միատեսակ չեն կարող խիստ պահք պահել։ Նաև որոշակի հոգեվոր փորձառություն պետք է ունենա մարդը։ Օրինակ անապատականը, ճգնավորը, վանականը բոլորովին այլ պահք կարող են պահել,
Եվ ես կարող եմ այդպիսի օրինակներ բերել, որ իսկապես ասենք շաբաթը մի անգամ եմ կերակուր ընդունել օրինակ, կամ ավելի ուշ, կամ միայն հաղորդությամբ են սնվել, բայց պարտադրել դա ասենք աշխարհական մեկին, որը առողջական խնդիրներ ունի այս պահին, ճիշտ չէ։ Պետք է չափավոր լինի պահքը, ըստ մարդու կարողության, ըստ մարդու ունակությունների, եւ չի կարելի ասենք թե տարբեր մարդկանցից նույն չափով պահեցողություն պահանջել, ծոմ պահանջել կամ պահք պահանջել, մի խոսքով զսպվածության չափը պետք է լինի համաչափ։ Մարդը մասնավորապես նա, ով հոգևոր զարգացման ու աճի որոշակի փորձառության է հասել, իր համար կարող է սահմանել պահքի ամենօրյա սանդղակ եւ առաջնորդվել դրանով։ Դա իհարկե ողջունելի, ցանկալի երևույթ է, բայց դրա մեջ որևէ խախտում չկա։ Բայց ամեն մարդ չի կարող։ Օրինակ մարդ կա առանց մսի չի կարողանում կշտանալ։ Ինքը խոստովանում է դա, որ եթե ես միշտ չեմ ուտում, մի խոսքով այդ օրը ոնց որ բան կերած չլեմ։ Նույնիսկ այդ մարդու համար դժվար է հրաժարվել մսեղենից թեկուզ շաբաթվա 2 օրերը։ Բայց գիտեք ինչ, այստեղ պետք է մի քիչ կամեցողություն ունենալ, մի քիչ պետք է քեզ ճնշել, մի քիչ պետք է ստիպել, որ կարողանաս այդ պահքը պահել։ Այսինքն մենք պիտի կերակրից կախված չլինենք, մենք պիտի կերակրի գերին չլինենք եւ ընդհանրապես որևէ բանի, որ աշխարհիկ է, որ անցավոր է, որ ժամանակավոր է, երկրավոր է, դրանից մենք պիտի կախված չլինենք։ Սա է կարևոր։ Եվ պահեցողությունը ինչ որտեղ նպաստում է նաեւ, որ մեր կամքն էլ ավելի զորավոր դառնա, որ մենք կարողանանք իշխել որևէ որոշակի ցանկությունների կրքերի վրա, այդ թվում նաեւ ուտելու այդ կարիքի վրա։ Պահքի թեման արդիական է եղել միշտ, առաջին մարդուց սկսյալ մինչև մեր օրեր։ Պահքի շուրջ խոկումներն ու խորհուրդները մեծ են։ Հռոմեացիներին գրած թղթում Պողոս առաքյալն ասում է. «Եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք»։ Հովհաննես Երզնկացին ասում է. «Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին ասելով. բոլոր պտուղներից կեր, սա ուտելիքի համար էր, բայց միայն մեկ պտղից մի կեր, սա էլ պահքի համար էր։ Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից եւ չարչարանքների այս աշխարհը ժառանգեց։ Ուստի եթե մենք սրբությամբ պահենք պահքը, կվերադառնանք դրախտ մեր հայրենի տունը»։ Եկեղեցու հայրերն այսօր էլ հորդորում են։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ ըստ մեր կարողությունների, այսինքն ըստ մեր առողջական վիճակի, ըստ մեր հնարավորությունների, մենք պետք է պարզապես զսպենք իսկապես մեզ այդ սննդատեսակների մեջ։ Սկզբում էլ ասացի, որ իրականում մենք ավելի շատ ենք սնվում, քան մեզ պետք է։ Ավելի շատ էներգիա ենք ստանում, քան մեզ պետք է։ Եվ այդ էներգիան հաճախ բնականաբար ինչ որ ձևով պիտի արտահայտվի խոսքի միջոցով, որը երբեմն շատախոսության, բամբասանքի, չարախոսության, դատելու եւ այլ մեղքերի է վերածվում տարբեր տեսակի մարմնական շարժումների միջոցով, որը կարող է կռիվ կամ չգիտեմ վեճեր եւ այլն նման ասենք ինչ որ բաների եւ կարող է նաեւ մեր միտքն էլ մեր խորհուրդներն էլ կարող են դրանից իհարկե շեղվել եւ տարբեր տեսակի պիղծ խորհուրդներ, ցանկություններ կրքեր մեր մեջ առաջանալ, ստոր հակումներ կարող են ավելի այսպես հաստատվել մեր մեջ։ Այդ պատճառով յուրաքանչյուրս պարտավոր ենք պարզապես մեր հնարավորությունների սահմաններում ժուժկալել, այսինքն զսպել մեզ, այսինքն հնարավորինս պահեցողությամբ մեր մարմինը զսպել։ Բայց նորից եմ ասում, դրա նպատակը իհարկե պետք է լինի մեկը՝ հոգևոր առումով զորանալ, ավելի Աստծուն մոտենալ, ավելի աստվածային պատվիրանները կարողանալ պահպանել եւ խանգարող հանգամանքները պարզապես մեջտեղից վերացնել, որ է նաեւ մարմնական այդ զորավոր վիճակը։ Մեծ պահքին մեր եկեղեցիների խորանների վարագույրները փակվում են ի հիշատակային իրողության, որ մեղսագործություններից հետո Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից եւ նրանց առջև դրախտի դռները փակվեցին։ Պահքի ընթացքում վարագույրը փակվում է, ավետարանը ծածկվում եւ սուրբ հաղորդություն չի տրվում, որպես նշան զրկումի աստվածային հաղորդակցությունից, որպեսզի պահքի միջոցով հոգեպես զորացած մարդուն Տերը վերստին կենդանության արժանացնի։